Բարեկամություն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ։ Նախքան լրատվական թեմաներին անցնելը ուզում եմ ասել, որ այսօր մեզ համար պարզապես հերթական լրատվական օր չէ։ ABC մեդիան սկսում է նոր եթերաշրջան, ամբողջությամբ վերափոխված նոր տաղավարով, նոր գերժամանակակից տեխնիկայով, նույն բայց ավելի համարձակ եւ ավելի վստահ թիմով, եւ նույն պատասխանատվությամբ հաղորդել ամենակարևորը եւ բացառապես ճշմարիտը։ Շնորհակալ ենք ձեզ մեզ վստահելու եւ հետևելու համար։ Այսօր YouTube-ում արդեն ունենք ավելի քան 130,000 հավատարիմ հետևորդ, իսկ մեր դիտումների ամսական թիվը վերջին ամիսներին գերազանցում է 20 միլիոնը։ Սա պարզապես թիվ չէ, սա վստահություն է, ձեր վստահությունը։ Եվ հենց դա է մեզ պարտավորեցնում ձեզ համար պատրաստել ավելի որակյալ եթեր։ Սա նոր սկիզբ է եւ մենք այն սկսում ենք միասին։ Այժմ կարևոր թեմաները համառոտ։ 18-ամյա Դավիթ Մինասյանը քրեակատարողական հիմնարկի ճանապարհին կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել հիվանդանոց, այնուհետև դարձյալ քրեակատարողական հիմնարկ։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Ինչու է Փաշինյանը մեկնել Մոսկվա, Պեսկովը որոշ մանրամասներ է հաղորդել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը 1 օր անց արձագանքել է ցեղասպանության մասին Ադրբեջանի պնդումներին, Թուրքիան էլ միացել է Բաքվի մեղադրանքներին։ Ինչու են Թիվ-94 մանկապարտեզում պահանջում տնօրենի հրաժարականը եւ ինչու է 10 դաստիարակ միաժամանակ ազատման դիմում գրել։ Ողբերգական դեպք Գեղարքունիքում ամուսինը ծեծելով ինքնասպանության է հասցրել կնոջը։ Պատերազմի ստվերում մերձավոր արևելքի հայերը նոր վտանգների առջև են։ 18 Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով Կիրակի ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց դատարանը։ Սակայն տղան քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոց։ Փաստաբանը տեղեկացրել է, որ Դավիթի գիտակցության յուրաքանչյուր կորուստը կարող է ճակատագրական լինել մահվան ելքով։ Անի Աբաղյանն է եղել դեպքի վայրում։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան։ Դատավորը հաշվի չառավ, որ Դավիթ Մինասյանը դպրոցական է։ Հաշվի չառավ, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Եվ հաշվի չառավ, որ պատանին եկեղեցի էր գնացել Ծաղկազարդի Կիրակիին պատարագի մասնակցելու, ոչ ավելին։ Այդ օրը ինչ խորհուրդ ուներ։ Հիսուսը գնաց երեխեքին ընդառաջ, մենք ինչի գնացինք, մենք ինչ արեցինք։ Դատավոր Մարտիրոս Մնացականյանի գլխավորությամբ Դավիթին 2 ամսով կալանավորեցին։ Նա Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց, բայց ներս չմտած ու շագնաց եղավ։ Տղային հիվանդանոց տեղափոխեցին, ապա ժամեր անց հետ քրեակատարողական հիմնարկ տարան։ Դավիթն առողջական շատ լուրջ խնդիրներ ունի։ Նա չի կարող առանց մայրական խնամքի եւ իր համար նախատեսված ուտելիքի, հիգիենիկ պայմանների ապրել բանտում, նշում են փաստաբանները։ Ես ընդհանրապես չգիտեմ ոնց կարող են այդ երեխու առողջությունը ընդեղ ապահովել, որտեղ Դավիթի առողջությունը սորական անգամ հիվանդանոցային պայմաններում է դժվար ապահովել։ Ինքը հատուկ ամեն ինչ ունի այնպիսի ալերգիա դեղերից, սնունդից, ամեն ինչից ալերգիա ունի, ինքը թե սնվում է հատուկ սննդակարգով, ստանում է հատուկ բժշկական օգնություն։ Ես չգիտեմ ոնց են ապահովելու։ Աստված մի արասցե, չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ինչ կարա լինի։ Մի հատ վատ նախադեպ արդեն ունեցել ենք։ Աստված մի արասցե։ Դավիթին վերագրվող մեղադրանքները խուլիգանություն եւ պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածները ըստ փաստաբանների որևէ կերպ չեն առնչվում գործի հետ։ 2 անգամ խուզարկել են նրանց տունը։ Գործի հետ կապված որևէ իր չեն հայտնաբերել։ Չնայած հանցակազմ չկար, փաստաբաններն առաջարկում էին խափանման մի քանի միջոց՝ գրավ, տնային կալանք, երկրից բացակայելու արգելք։ Բայց դատարանը կալանավորեց առողջական լուրջ խնդիրներ ունեցող դպրոցական Դավիթին։ Անպայման բողոքարկվելու են, չի մասին է խոսքը։ Դատից հետո Դավիթը մեկ հարց ուներ փաստաբանին։ Ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե ոչ։ Որի պատասխանը ես չունեմ եւ որի պատասխանը ակնկալում եմ եւ դատարանից եւ քննչական մարմիններից եւ ընդհանրապես այս հասարակությունից, ովքեր որ այս երեխեքի ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան։ Դավիթն ու զույգ եղբայր Միքայելը պարապում էին։
որ բուհ ընդունվեն, պատմում է մայրը։ Նախքան դատավարության մեկնարկը Գայանեն մայրաբար որդուն պաշտպանելու էր եկել։ Նրանք գերազանցությամբ ավարտել են միջնակարգ դպրոցը, նույն կերպ սովորում էին ավագ դպրոցում։ Խնդրում եմ, տվեք ինձ հնարավորություն որպես մայր, ես իմ երեխային տանը իմս գողության տակ, որպես մասնագիտության բժիշկ, տիրություն անեմ մինչև դատարանը իր քննությունը կատարի, ամեն ինչ ըստ օրենքի լինի։ Դատարանն անտեսեց նաև այս խնդրանքը։ 2-ից 5 տարի ազատազրկում է սպառնում Պատանի Դավիթին այս միջադեպի համար։ Տեսանյութում երևում է, ինչպես է Փաշինյանի թիկնապահը հարվածում պատարագի մասնակից Մինասյանին։ Ոչ միայն հրել են, գցել են գետին, ընկելած, տեսնում եք տեսայիզում երևում է, որ անգամ ծնոտը ցավում է։ Եթե այս գործում Դավիթ եւ Միքայել Մինասյանները մեղադրյալ են, ով է տուժողը։ Նիկոլ Փաշինյանն ունի արդյոք տուժողի կարգավիճակ։ Փաստաբանը նշեց, գործով տուժող չկա, բայց երկու անձ վկայի կարգավիճակով հարցաքննվել են։ Բարդարությունը կհաղթի, այսքան բան։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Երևանում հերթական կրթական հաստատությունն է հայտնվել լարվածության կենտրոնում։ TV94 մանկապարտեզում վաղ առավոտից բողոքի ակցիա էր, ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը։ Նրանց պնդմամբ շուրջ 1 տարի առաջ նշանակված Փարանձեն Միրաբյանի կառավարման ընթացքում մանկապարտեզը կորցնում է իր անձնակազմը։ Դաստիարակները մեկը մյուսի հետևից հեռանում են աշխատանքից։ Վերջին կաթիլը դարձել է միանգամից 10 դաստիարակի ազատման դիմումը։ Ինչ է կատարվում մանկապարտեզում եւ ինչու են բողոքում ծնողները, տեղում պարզել է Անահիտ Սարգսյանը։ TV94 մանկապարտեզի տնօրենը ծնողների բողոքի ակցիայից մի քանի ժամ անց վերջապես դուրս եկավ սենյակից։ Այս անգամ ավելի երկար պարզաբանումներով։ Իրավիճակներ են եղել մանկապարտեզում, որոնք չեն բխել մանկավարժական կանոններից, անդրադարձներ են եղել այդ մանկավարժական ոչ ճիշտ պահվածքներին եւ այո, եղել են իրավիճակներ, երբ աշխատակիցներին ասվել է, որ այսինչ բանը այսպես չպիտի լինի կամ պետք է կարգավորել եւ համակարգել մեր աշխատանքը, որը կարծում եմ մեր բնականon աշխատանքի բաղկացուցիչ մասն է կազմում։ Ծնողների մեղադրանքները, թե անհարգալից վերաբերմունք է եղել դաստիարակների նկատմամբ, կտրուկ հերքում է տնօրենը։ Այդ դեպքում ինչու են 10 դաստիարակները միաժամանակ հեռացման դիմում գրել։ Թե ինչպիսի խմորումներ են եղել եւ ինչն է պատճառ հանդիսացել, միանշանակ այլ անձանց փոխարեն պատասխան տալ չեմ կարող եւ չեմ կարող մեկնաբանել, թե ծնողները ինչու են այդպիսի եզրակացություններ արել։ Բայց ծնողները վճռականորեն են տրամադրված, պնդում են, եղել է անհարգալից վերաբերմունք դաստիարակների նկատմամբ եւ երեխաներին չեն կարող վստահել այսպիսի հաստատությանը։ Նույնիսկ հետաքննությունն են պահանջում։ Օրենքից դուրս ոչ մի բան չենք ուզում անել։ Ամեն ինչ օրենքով, մենք ծնողներով դրսի մարդիկ ենք, այսպես ասած, ինչ որ գիտենք, դուք արդեն հետաքննություն անցկացրեք, տեսեք ինչ է կատարվում, որ այս մեր խեղճ դաստիարակները ամեն առավոտ գալիս ենք, լացում են, ասում ենք ինչ ա եղել, ոչ մի բան։ Հնարավոր է բոլոր աշխատակիցները առավոտը լացելով աշխատեն, ու մենք չիմանանք ինչի։ Վախենում են իրենք բարձրաձայնեն։ Բայց ծնողներով մենք որոշել ենք հետ չենք կանգնելու արդեն։ Ծնողները դժգոհ են ոչ միայն դաստիարակների հանդեպ վերաբերմունքից, այլ նաև կատարվող աշխատանքներից։ Մենք այդ աշխատանքները չենք տենում։ Ոչ հանդես, ոչ առօրյա, իրանց երեխաները ապլիկացիա էին անում, զարգացնող ինչ-որ բաներ էին անում, իսկ հիմա ոչ մի բան։ Աթոռապաշտ, իր աթոռը ասում է յուրաքանչյուրիցդ ավելի լավն է եւ թանկարժ, ինչ-որ այդպիսի արտահայտություն է արել։ Հակառակ բոլոր պնդումների տնօրենը շարունակում է վստահեցնել, որ իրենք ամեն ինչ հավուր պատշաճի կատարել են։ Դրանից վերաբերմունք իմ պաշտոնավարման ընթացքում երբևէ աշխատակիցների անձի նկատմամբ չի եղել, ասեմ ավելին, որ աշխատակիցները բազմիցս իրենք են տվել բացատրություններ ու խոսել հետևյալ կերպ, որ ինչ լավ է հանգիստ աշխատում ենք։ 190 ծնող համատեղ նամակով դիմել է քաղաքապետարան, ԿԳՄՍ-ն եւ այլ կառույցների։ Տնօրենն ասաց, որ այդ մասին տեղյակ չէ, իսկ շարունակելու է պաշտոնավարել, թե ոչ, դեռ հստակ չէ։ Աշխատակիցները բարեկիրթ եւ բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, ինչպես էս պահին ես իմ աշխատանքը։ Հարցազրույցից րոպեներ առաջ նրա սենյակում էին քաղաքապետարանի աշխատակիցները։ Մեր հարցերին, սակայն, նրանք չպատասխանեցին։ Մամուլի ծառայությունից էլ հորդորեցին սպասել պարզաբանումների։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Գեղարքունիքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Քննչական կոմիտեի տվյալով ամուսինը երկար ժամանակ համակարգված բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ, նրան պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք, ինչը ըստ նախաքննության հանգեցրել է ինքնասպանության։ Նույն գործով պարզվել է նաեւ, որ տղամարդը ապօրինի պահել է ռազմամթերք 38 մարտական փամփուշտ։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Անդրադառնանք պաշտոնական լրահոսին։ Փաշինյանն արդեն Մոսկվայում է եւ զերծ չի մնացել միջադեպերից։ Թույլ կտակ նկարվել երեխոց է ձեր հետ։ Ստեղ է, թույլ կտակ։ Երեխոց կանչին։ Հա, բայց արա։ Հա, լավ եք, որտեղից եք դու։ Հարաբավից։ Շատ մեծ սիրով կուզեի նկարվել։ Երեխուն ասեք, երեխան թողա։ Երեխուն կային է։ Որպես ես երեխեքը հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հազդվել եւ եկեղեցին պառակտվել։ Ես ուզում եմ խոսամ ձեր հետ։ Ես ուզում եմ խոսամ։ Դուք դավաճան եք, դուք հայտարարել եք մեր եկեղեցին։ Մի հարակից։ Մի վարկանակ եկեղեցին։ Конечно, դուք գիտեք ձեր կաստելու դավաճան։ Արցախը հանձեցիր դու։ Ասելու եմ, չեմ վախենում, գրացեք են թող։ Գրացեք են կոմ ասում եմ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշ մանրամասներ է հաղորդել Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների այսօր կայանալիք բանակցությունների մասին։ Ռուս-հայկական բանակցությունները կկայանան այսօր, դրանցից հետո Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը շփումը կշարունակեն դեմ առ դեմ ձևաչափով աշխատանքային նախաճաշի ընթացքում։ Ժամը դեռ չի հրապարակվել։ Սա Նիկոլ Փաշինյանի այս տարվա առաջին այցն է Ռուսաստան, մի փուլում, երբ հայ-ռուսական հարաբերություններում կուտակվել են զգալի լարվածություններ։ Ռուսական կոմերցանտ պարբերականը գրում է, որ խնդիրների շարքում են Երևանի եւ Մոսկվայի դիրքորոշումների տարբերությունները, նաեւ Հայաստանի իշխանության եւ հայ առաքելական եկեղեցու միջև խորացող հակասությունները։ Հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինեն ընտրարշավի հիմնական հարցերից մեկը։ Սա ստիպում է Նիկոլ Փաշինյանին ակտիվացնել կապերը Մոսկվայի հետ իր դեմ ուղղված հակառուսական քաղաքականության մեղադրանքները կարգավորելու համար։ Այնուամենայնիվ, չնայած Երևանի հաշտեցման հռետորաբանությանը, երկու երկրների միջև հարաբերություններում նյարդայնացնող գործոնների թիվը շարունակում է աճել։ Հայաստանը փաստացի դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունը Եվրամիությանը միանալու ծրագրի հետ համատեղելու գաղափարից, ինչը սկզբունքորեն անհնար է, եւ շարունակում է ցուցադրական մերձեցումը Ռուսաստանին անբարյացակամ տրամադրված եվրոպական պետությունների հետ։ Ավելին, Հայաստանի ներսում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց լարվածությունն աճում է, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերականգնման կողմնակից ընդդիմությունը հետապնդվում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ օր անց արձագանքել է ցեղասպանության մասին Ադրբեջանի պնդումներին։ Գերատեսչությունը արձանագրել է, որ Բաքվում շարունակվում են թշնամական եւ ոչ հավաստի մեղադրանքները, ընդ որում պետական մակարդակով։ Սակայն ուշադրություն է գրավում արձագանքի տոնը, դատապարտման փոխարեն հույս, որ խաղաղությունը կդադարեցնի այս նարատիվները։ Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների եւ հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության եւ բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտածածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, թե 1918 թվականին հայերը ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ եւ միջազգային կառույցներից պահանջում է այդ պնդումները ճանաչել որպես ցեղասպանություն։ Թեմային միանում է նաեւ Թուրքիան, փաստացի ուժեղացնելով նույն մեղադրական գիծը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ թույլ չի տա մոռացության մատնել հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Այսինքն Բաքվում ձևակերպվող մեղադրանքները նույնությամբ հնչում են նաև Անկարայում, արդեն ռազմական գերատեսչության մակարդակով։ Խոսքը ոչ միայն պատմության մեկնաբանության, այլ քաղաքական ուղերձի մասին է։ Զուգահեռ իրականությունում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ անհրաժեշտ է հրաժարվել պատմական արդարության վերականգնման օրակարգից, հանուն խաղաղության ամրապնդման։ Նրա ձևակերպմամբ ցեղասպանությունների եւ վերադարձի մասին խոսույթը փակ շրջանի մեջ է պահվում հասարակությանը եւ խոչընդոտում խաղաղությունը։
Ստացվում է, մինչև հայկական կողմը փորձում է նվազեցնել պատմական թեմաների քաղաքական կշիռը, Ադրբեջանն ու Թուրքիան դրանք վերածում են գիտական մակարդակով մեղադրանքների։ Մարտի 31-ը Թուրքիան սգո օր է հռչակում։ Ադրբեջանցիների այսպես կոչված ցեղասպանության օրն է, այն ցեղասպանության, որը երբեք տեղի չի ունեցել, բայց Անկարան հիշում է, ավելին հայտարարում է, որ երբեք չեն մոռանա։ Զուգահեռ իրականության մեջ Երևանում պատմական ճշմարտությունը մոռանում են մեկ հրամանով։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ եւ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ։ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, այսինքն լռությունը դարձել է պետական քաղաքականություն։ Խաղաղության համար անհրաժեշտ է միայն պատմական փաստերի մոռացություն։ Բայց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մարտի 31-ին հրապարակում է արել հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իբր իրականացված ցեղասպանության մասին։ Ըստ թուրքական ռազմական գերատեսչության հայկական զինված կազմավորումներն անգութ կերպով սպանել են հազարավոր անմեղ ադրբեջանցիների։ Սա պատմական կեղծիք է, բայց կեղծիքն այսօր պաշտոնական հռետորաբանություն է Անկարայում եւ Բաքվում, եւ այն տարածվում է ոչ թե թաքուն, այլ բարձրաձայն ու պաշտոնական կնիքով։ Եվ Թուրքիայում եւ Ադրբեջանում պատմության հանդեպ կա պետության կողմից մշակված եւ իրականացվող կեղծիքի, կեղծման, պատմակեղծարարության արդեն տասնամյակների քաղաքականություն եւ նրա որոշակի դրսևորումներ հատկապես ակտիվացել են 20-րդ դարի կեսերից։ Զուգահեռ իրականությունում Հայաստանի գործող իշխանությունը խուսափում է պատմական ճշմարտությունները բարձրաձայնել, բարձրաձայնողին էլ լռեցնում է։ Օրինակ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրած ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատվեց աշխատանքից։ Փաշինյանի անմիջական հրամանով պնդում էր, թե ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի արարքը սադրիչ քայլ է։ Հանցակիցները միշտ իրար տարբեր իրավիճակներում աջակցում են եւ կարծում եմ, որ Թուրքիայի կողմից ցեղասպանություն դատապարտելու կամ ցեղասպանության մասին խոսելու այս ուրեմն քայլերը լիովին տեղավորվում են հանցագործի հոգեբանության մեջ, ով գիտեք հայտնի խոսքը գողը առաջինն է ամենաբարձր գոռում բռնետ գողի։ Պատմությունը հիշողություն է պահանջում։ Ճիշտ այն ժամանակ, երբ պաշտոնական Երևանը փորձում է ջնջել Արցախը պետական օրակարգից, Անկարան ու Բաքուն լրացնում են այդ բացը իրենց կեղծ պատմություններով։ Թուրքիան չի մոռանա, մեծ տառերով նշել են հայտարարության մեջ, չի մոռանա մի բան, որը երբեք տեղի չի ունեցել։ Փոխարենը Հայաստանի կառավարությունը մոռանում է իրական ցեղասպանությունը, Արցախը եւ ճշմարտությունը։ Պետությունները, որոնք հայտնի են Թուրքիան եւ Ադրբեջանը, բացահայտ ցեղասպանական մտածողությամբ ու բացահայտ ցեղասպանական քայլերով իրենք ոչ միայն չեն ընդունում իրենց մեղքը, այլոց տվյալ պարագայում Հայաստանին, Արցախի հանրապետությանը, հայ ժողովրդին մեղադրում են ցեղասպանական քայլերի մեջ։ Սա նաև խոսում է, որ այսպես կոչված խաղաղության դարաշրջանը Հարավային Կովկասում կարծես թե շրջանցում է։ Խաղաղությունը համաձայնություն է պահանջում երկու կողմից։ Երևանը հրաժարվում է պատմական արդարությունից հանուն խաղաղության։ Զուգահեռաբար Անկարան ու Բաքուն կեղծ ցեղասպանություններ են հնարում ու պատմություն վերաշարադրում։ Հարց է առաջանում. սա խաղաղություն է, թե տողատակում թաքնված բոլորովին այլ շերտեր են բացվում ապագա պահանջագրերի համար։ Քաղաքական մեղադրանքներն ու պատմական նարատիվները միայն անցյալի շուրջ պայքար չեն, դրանք ուղիղ կապ ունեն ներկայի ծրագրերի եւ ապագայի հաշվարկների հետ։ Երբ տարածաշրջանում ակտիվորեն շրջանառվում են ցեղասպանության մասին փոխադարձ մեղադրանքներ, զուգահեռաբար վերաձևակերպվում են նաեւ ազդեցության գոտիները, արդեն տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծերի մակարդակում։ Այս ֆոնին ավելի ու ավելի անորոշ է դառնում այսպես կոչված խաղաղության խաչմերուկ համարվող TRIP նախագծի ճակատագիրը։ Ծրագիր, որը ներկայացվում էր որպես տարածաշրջանային համագործակցության առանցք, այսօր կարծես դուրս է մղվում մեծ խաղացողների առաջնահերթություններից։ Ինչ է փոխվել, ինչու է նվազել դրա նկատմամբ հետաքրքրությունը եւ ինչ հետևանքներ կարող է դա ունենալ Հայաստանի համար, փորձագետն է մեկնաբանում։ Քանի դեռ Իրանում պատերազմը շարունակվում է եւ երկրն այնքան էլ հստակ չէ, հրապարակային հայտարարություններ մենք Ադրբեջանից չենք լսի, սակայն եթե ի վերջո այս ամենը տևի այսպես ասենք ամիսներ կամ նույնիսկ տարիներ եւ մենք հայտնվենք մի իրավիճակում, որ ենթադրենք
նույնիսկ 2027 թվականին ոչ հայ-ամերիկյան համաձայնագիր կա, ոչ TRIPS զարգացման ընկերությունը կա, իսկ Իրանում էլ պատերազմը շարունակվում է կամ այսպես ասենք Իրանի կոշտ դիրքորոշման պատճառով TRIPS-ն է դրվում կասկածի տակ, ապա կարծում եմ ադրբեջանցիները հանդես կգան այլ առաջարկներով, իրենք ասեն ամեն դեպքում դուք մեզ խոստացել եք հեշտացված անցում, նախ խոստացել եք 2020-ին հայ-ռուս-ադրբեջանական այդ 20 թվականի նոյեմբերի հայտարարությամբ, հետո խոստացել եք հեշտացված կամ անխոչնդոտ անցում դեպի Նախիջևան 2025-ի Վաշինգտոնի հռչակագրով, հիմա եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով Վաշինգտոնի հռչակագիրն էլ չի կարող իրականություն դառնալ, ապա եկեք գտնենք այլ ճանապարհներ, որոնք հնարավորություն կտան այսպես ասենք անխոչնդոտ անցումը ստանալ։ Ապրիլյան պատերազմի 10-ամյա տարելիցին նվիրված համերգ հերոսապատումը կկայանա։ Այն տեղի կունենա ապրիլի 30-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երգիչ Արման Կարապետյանը Աշուղ Արամին սոցցանցում գրել է, որ քաղաքապետարանը մերժել է դիմումը, որով խնդրել էր անհատույց դահլիճ տրամադրել։ ABC մեդիային քաղաքապետարանից հայտնել էին, որ մերժումը պայմանավորված է եղել դահլիճի այդ օրերին զբաղված լինելու հանգամանքով։ Համերգի օրը փոխել են փոխադարձ համաձայնությամբ։ Այն կայանալու է, որին հրավիրված են լինելու ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները։ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիներից Վիգեն Էուլջեքչյանին վիրահատել են, նրա որդին մեծեձրույցում հայտնել է, որ Վիգենի սիրտն են վիրահատել։ Վիրահատությունը արդեն ավարտվել է։ Այս պահին նրանք հիվանդանոցում են։ Հիշեցնեմ, որ 2020-ից գերեվարված Վիգեն Էուլջեքչյանը Երևան էր վերադարձել Վագիվ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի եւ Դավիթ Դավթյանի հետ։ Թրամփը լրջորեն քննարկում է ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը այն բանից հետո, երբ դաշինքը հրաժարվել է օգնել Վաշինգտոնին Իրանի հետ հակամարտության հարցում։ ԱՄՆ նախագահը ասել է, որ միշտ ՆԱՏՕ-ին համարել է թղթեվագր, նշելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը գիտակցում է դա։ Միևնույն ժամանակ Fox News-ի հետ հարցազրույցում պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերագնահատի ՆԱՏՕ-ի նշանակությունը Վաշինգտոնի համար Իրանի հետ պատերազմի ավարտից հետո։ Իսկ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ՏԱՍ-ի հետ հարցազրույցում ներկայացրել է Թեհրանի պահանջներն Ամերիկային եւ Իսրայելին խաղաղության հասնելու համար։ Ցանկը բաղկացած է 4 կետից։ Ագրեսիայի եւ ահաբեկչական գործողությունների վերջնական եւ լիակատար դադարեցում, ագրեսիայի եւ պատերազմի կրկնությունը կանխելու համար օբյեկտիվ եւ հավաստի երաշխիքների տրամադրում, նյութական եւ բարոյական վնասի ամբողջական փոխհատուցում եւ հարգանք Հորմուզի նեղուցում Իրանի իրավասության նկատմամբ միջազգային ծովային անվտանգությունը պաշտպանելու համար։ Այդուամենայնիվ, մերձավոր արևելքում լարվածությունը միայն աճում է, այն իր ազդեցությունն է թողնում ոչ միայն պետությունների, այլ նաև այնտեղ ապրող մարդկանց վրա։ Տարածաշրջանում ձևավորված հայկական համայնքները, որոնք տասնամյակներ շարունակ եղել են այդ երկրների հասարակական կյանքի կարևոր մաս, այսօր կրկին կանգնած են նոր փորձությունների առջև։ Պատերազմի գոտիներում ուղիղ վտանգ, հարաբերականորեն կայուն երկրներում թաքնված ռիսկեր։ Տարբեր են պայմանները, բայց ընդհանուր է անորոշությունը, որի մեջ փորձում են գոյատևել հազարավոր ընտանիքներ։ Թեման Գառնի Մութաֆյանն է ուսումնասիրել։ Իշխանության տապալում, ներքին բախումներ, պատերազմ, որի կրակը վառվում է ամբողջ մերձավոր արևելքում։ Մերձավոր արևելյան կաթսան եռում է, նոր ռիսկեր ստեղծելով տարածաշրջանում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար։ Հայ համայնքները, որոնք տասնամյակներ շարունակ ձևավորվել են իրենց ուրույն դերն ունենալով այդ երկրների հասարակական ու մշակութային կյանքում, այսօր կրկին կանգնած են անորոշության առջև։ Իրանում նոր թափ հավաքած պատերազմը նոր վտանգներ է ստեղծել հայերի համար։ Տարածաշրջանում ռազմական գործողությունների ակտիվացումն ուղիղ ազդեցություն է ունենում նաեւ քաղաքացիական բնակչության վրա, ներառյալ հայկական համայնքները։ Լիբանանահայ համայնքը ամենակարևոր համայնքներից մեկն է, նաև մասնակցություն ունի Լիբանանի կառավարման գործընթացին, այնտեղ է գտնվում նաև մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը, այսինքն էական խնդիրներ կան Լիբանանում։ Թեպետ Իրանի ու Լիբանանի հետ համեմատած Իսրայելում հայ համայնքի թիվն էականորեն քիչ է, բայց այսօր Թել Ավիվը դարձել է մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կարևոր դերակատարներից մեկը։ Երուսաղեմը, որը 3 կրոնների ապրամ է, 3 կրոնների ուրեմն համար մեծագույն նշանակություն ունեցող
սրբավայրը, այդտեղ պատմական ներկայություն ունի նաև հայ համայնքը, մեր կարևորագույն հայ առաքելական եկեղեցու կարևորագույն ուրեմն կենտրոններից մեկը, Երուսաղեմի հայկական պատրիարքությունը բավականաչափ մեծ նշանակություն, կարևորություն ունի ոչ միայն ուրեմն հայկականության տեսանկյունից։ Տարբեր է պատկերը Սիրիայում։ Երկրի ժամանակավոր կառավարությունը պաշտոնավարման առաջին օրից հայտարարել է, որ վերահսկում են վիճակը եւ ապահովում փոքրամասնությունների անվտանգությունը։ Սակայն ամբողջական կայունության մասին խոսելը վաղ է։ Փորձագետների գնահատմամբ երկրում շարունակում են գործել առանձին զինված խմբավորումներ, որոնք չեն ենթարկվում կենտրոնական իշխանությանը։ Ինչքան էլ ուրեմն ներկա իշխանությունները գամենում են, որ լինի ներսում ստաբիլ իրավիճակ, այսինքն բախումներ չլինեն, բայց մենք տեսնում ենք փոքր խմբավորումների դեռևս իրենց ուրեմն կարողությունները, ուրեմն ինքնուրույն գործողություններ իրականացնելու, մենք դա տեսանք ուրեմն ալևիների հանդեպ, ուրեմն խաղաղ բնակչության հանդեպ, ուրեմն ցեղասպանությունը։ Նրանից հետո ուրեմն տեսանք նաև հարավում դեղի ունեցած ուրեմն դուրզիների դեմ որոշ խմբավորումների հրահրումը, որ մյուս կողմից դուրզիների ուրեմն այս երկու թևերի հայտնությունը ի հայտ եկավ քաղաքական դաշտում։ Փորձագետների կարծիքով կարևոր է տարբերել պետական քաղաքականությունը եւ առանձին գործող խմբավորումների գործունեությունը։ Եթե որոշ երկրներում վտանգը պայմանավորված է լայնածավալ հակամարտություններով, ապա մյուսներում ներքին անկայունությամբ եւ վերահսկողությունից դուրս ուժերով, որոնց համար խնդիրը ազգությունը չէ։ Եթե մենք անդրադառնում ենք այդ փոքր խմբավորումների իսլամիստական ուրեմն տեսանկյունից իրենց վարած քաղաքական իսլամի, լինի դա ուրեմն այսպես ջիհադիստական, թե ոչ ջիհադիստական, բայց ուղղակի պահպանողական ավելի սալաֆիական կողմնորոշում, նրանք ռասա չեն ճանաչում։ Այստեղ ես չեմ կարծում, որ կա զուտ ուրեմն ռասայական խտրականության խնդիր, այդ փոքր խմբավորումները, որոնք անչափ են գործում, կարծես, ուրեմն ինչպես որ բացատրեցի, նրանց մոտ կա մեկ քաղաքական իսլամի տեսանկյունից նայելու ուրեմն քաղաքականությանը եւ կարծում եմ այստեղ զուտ խտրականություն չի լինի հայեր, թե ոչ հայեր։ Հալեպում հայուհու սպանության դեպքը նոր մտահոգություններ է առաջացրել։ Սիրիահայ Մարալ Խշվաջյանի բնակարանը թալանել էին եւ սպանել։ Ենթադրյալ հանցագործը եղել է հանգուցյալի ամուսնու աշխատակիցներից մեկը, որը երկար տարիներ աշխատել է նրանց մոտ։ Ավելին, մեղադրյալը եղել է Խշվաջյանների ընտանիքի մտերիմը, իսկ հանգուցյալի ամուսինը տարբեր առիթներով մեծ աջակցություն է ցուցաբերել նրան։ Այս ամենի ֆոնին մեկ բան է հստակ. Մերձավոր Արևելքում ապրող հայերն ու մյուս քրիստոնյա համայնքները կրկին հայտնվել են անորոշության եւ ռիսկերի խաչմերուկում։ Տարբեր երկրներում տարբեր են վտանգների աղբյուրները՝ միտեղ լայնածավալ պատերազմ, մյուսում ներքին անկայունություն, բայց արդյունքը նույնն է՝ անվտանգությունը փխրուն է, ապագան ոչ լիովին կանխատեսելի։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական եւ միջազգային ամենահրատապ նորությունները։